Ինչից պետք է իմանա մարդը, որ ունի տագնապային խանգարում, եւ ոնց պետք է այն հասկանա եւ երբ դիմի մասնագետին։ Հաճախ հենց հասկանալը դառնում է մարդու համար առաջին խնդիրներից մեկը։ Նա փորձում է ամեն ինչի մեջ բացատրություն գտնել, փորձում է ամեն ինչ նախապես իմանալ, ինչ երևույթ որ իր հետ կատարվում է, մարմնական սիմպտոմները, հոգեբանական սիմպտոմները, փորձում է ռացիոնալ պատասխան գտնել։ Մարդը կարծես դադարում է մարմնով ամբողջական ապրել կյանքը, այլ սկսում է ապրել միայն ուղեղով։ Անհանգիստ միտք ասածը հաճախ վերագրվում է հենց տագնապային խանգարման, այսինքն իր միտքը կորցրել է հանգստությունը, կորցրել է խաղաղությունը։ Ուղեղը 24/7 բացասական, վտանգալից, վտանգ կանխարգելիչ գործողությունների է դրդում մարդուն, այսինքն փորձում է վերահսկել կանխատեսվող պատկերացրած վտանգը, Կիկոսի մահ ասած սցենարներ է ստեղծում, եթե գնամ տուն, էսպես է լինելու, երբ որ բարեկամս ճանապարհ է գալիս Ռուսաստանից, գուցե սամալյոտը ինքնաթիռը վթարի է ենթարկվելու։ Մարդու հոգեկանը, մարդու միտքը անդադար ապագայում է։ Տագնապը հենց վախից տարբերվում է նրանով, որ վախը ունի հստակ օբյեկտ, շուն, կենդանի, ինչ որ առարկա, երևույթ, իսկ տագնապը ավելի վերացական է հաճախ, ուղղված է ապագային։ Մարդը անհանգստանում է մի բանի մասին, ինչը դեռ չի կատարվել ու հավանաբար չի էլ կատարվելու։ Եվ այս երկար տևողություն ունեցող մտքի ծամոն ասածը, որ ձեր ուղեղը պտտվում է անդադար ինչ որ բացասական մտքերի շուրջ, հոգնածնում է մարդուն։ Դեռ ինչ որ բան չկատարած, դուք արդեն հոգնում եք։ Օրինակ, ենթադրեք պետք է գնաք այգի, ձեր ծառերը ջրելու, կամ պետք է գնաք աշխատանքի, կամ պետք է գնաք գյուղ, կամ պետք է գնաք ինչ որ մեկին հյուր, ինչ որ բան անելու համար։ Դուք այս սցենարը դեռ չիրականացրած, դեռ գործողություն չկատարած, վիզուալացնում եք, պատկերացնում եք այնպես, կարծես հենց հիմա տեղի է ունենում։ Ուղղակի տարբերությունը նրանում է, որ հաճախ բացասական երանգներով եք դուք պատկերացնում, խոչընդոտներ եք փնտրում, որ խանգարելու է այդ տեղը գնալու հարցում կամ այդ գործողությունը անելու հարցում։ Ես հիմա ավելի պարզ օրինակ եմ բերում, բայց հաճախ նա ավելի բարդ է լինում։ Ենթադրեք մարդը պատկերացնում է, որ 5 օրից դիպլոմային աշխատանք ունի հանձնելու կամ ավարտական քննություն ունի տալու։ Նա ինչքան էլ որ սովորած է, եթե այս հարցը իր համար կարևոր է կամ իր անձին բնորոշ է տագնապային լինելը, տագնապային տեսակը, տագնապային առանձնահատկություններով է նա օժտված, նա ինչքան էլ որ լավ սովորել է, միևնույն է իր մտքում պատկերացումները այնպես են դրսևորվում, այնպես են արտահայտվում, որ ինչ որ բաներ խանգարելու են նրան, օրինակ ուշանալու է, եղանակը կարող է խանգարել, անգամ երբեմն թեժ դեպքում պատկերացնում է, որ երկրաշարժ է լինելու, ջրհեղեղ է լինելու, պատերազմ է լինելու ու չի կարողանալու ինքը իր քննությունը հանձնի։ Դասախոսը զբաղված է լինելու, դասախոսը այդ օրը adekvat կամ արդար չի լինելու եւ իրեն ցածր է նշանակելու։ Մտածում է, որ մոռանալու է ինքը հարցերի պատասխանը, կամ 100 հարցից մի հարց կամ 5 հարց կա, որ լավ չի իմանում, մտածում է, թե հենց այդ հարցն է իրեն ընկնելու։ Այսպես բացասական պատկերացումներ ունի նա, Կիկոսի մահը հեքիաթի պես է իր միտքը դասավորում, որ ամեն ինչ դասավորվում է այնպես, որ ի վնաս իրեն լինի։ Երբեմն հարց է առաջանում, թե ինչու է այսպիսի դատողություն անում հոգեկանը, որտեղից է մարդը վերցրել այս ստրատեգիան, ինչն է բերել նրան, որ ինքը այսպես է մտածում։ Հաճախ պատասխաններից մեկը այն է, որ անցյալում կամ երբևիցե մի անգամ, մի քանի անգամ եղել է ինչ որ իրավիճակ, որտեղ որ ինքը տուժել է, որտեղ որ ինքը վնասվել է, որտեղ որ իր պատճառով ինչ որ բացասական բան է տեղի ունեցել, որում որ ինքը իրեն մեղավոր է զգացել, կամ կյանքի վտանգ սպառնացող երևույթ է եղել, որտեղ որ այդ իրավիճակը շատ բուրըն ստրեսային է անդրադարձել իր այն երևույթը, որտեղ որ ինքը հայտնվել է, որտեղ որ ռիսկերը մեծ էին, կյանքի վտանգ սպառնացող երևույթը իրեն հիշեցրել է, որ հեսա կմահանամ, կյանքս այստեղ ավարտվելու է, այս ինֆորմացիան հոգեկանը չի հասցրել Մարսի։
Եվ ուղեղը գցել բռնել է, որոշել է, որ որպիսի հետագայում նման իրավիճակներում չհայտնվի, ավելի լավ է ես ավելի զգոն լինեմ, ավելի ուշադիր լինեմ, ավելի սթափ լինեմ, ավելի պատրաստված լինեմ, որպիսի հետագայում կանխեմ, կամ գուցե իր պատճառով ինչ-որ մեկի մեղադրել են, կամ ինչ-որ մեկին աշխատանքից հանել են, կամ գուցե վարորդ է եղել եւ մեքենան խփել է, վթարի է ենթարկվել եւ այդ ժամանակ տուժել է դիմացի մեքենան կամ մեքենայի մեջ ինչ-որ մեկը եւ այս մարդը, բայց այն որ ինքը անձամբ առերեսվել է մահվան հետ, ինքը ունի բարձր մեղավորության զգացում, որ ինքն է մեղավոր, որ ինչ որ մեկին ցավ է պատճառել կամ ինչ որ մեկը տուժել է։ Եվ այս երևույթը չի հասցրել հոգեկանը Մարսի, մնացած բոլոր դեպքերում նա երբ որ նստում է ղեկին, արդեն հոգեկանը ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է, որպիսի չեզոքացնի ցանկացած խնդիր, բայց երբ որ մեր հոգեկանը երկար ժամանակ մտածում է ինչ-որ թեմայի շուրջ, որ արդյունք չի տալիս, այս պահին չի տեղի ունենում, հոգնում է, սպառվում է մեր հոգեկանը, անդադար կորտիզոլի, նորադրենալինի, ադրենալինը արտադրելը մեզ սպառում է եւ մենք արդեն այդ պարագայում դառնում ենք ոչ արդյունավետ մտքեր ունեցող, մեր մտքերը արդյունք չեն տալիս։ Դա նման է նրան, որ մեքենան կանգնած տեղը այնքան է բուքսավատանում, որ վառելիքը ավարտվում է, ակերը մաշում են, բայց մեքենան տեղից չի շարժվում եւ արդեն շահագործման ունակ չէ այդ մեքենան։ Հիմա նույնը կարծես մեր ուղեղն է անում։ Նա հանձնարարություններ է վերցնում իր վրա, որpիսի հետագայում կանխարգելի, պլանավորի, ամեն ինչ բարի ավարտին հասցնի, բայց ցավոք սրտի այդ վախերը, այն պատկերացումները, այն տագնապները, որ մենք ունենում ենք օրվա ընթացքում, տագնապային մարդու բացասական մտքերի ճնշող մեծամասնությունը, գուցե 80%-ը չեն ռեալիզացվելու, իրական չեն։ Հոգեկանը fake ազդանշաններ է ուղարկում, ուղեղը fake ազդանշաններ է ուղարկում մարմնին, մարտական դիրքի բերելու համար, որպիսի նա պատրաստական լինի։ Ցավոք սրտի մի կողմից ուզում է մեզ պաշտպանի մեր հոգեկան, որպիսի կանխի, մյուս կողմից ինքն իսկ արդեն մեզ վնասում է, այդ անդադար այդ վթարային ազդանշանի տակ լինելը սպառում է մեր ամբողջ կուտակած ռեսուրսը։ Հետևաբար հարգելիներս, երբ որ դուք բողոքում եք, որ հոգնածություն կա, անդադար մտազբաղ եմ, ուշադրությունս չեմ կարողանում կենտրոնացնել ինչ-որ գործողության աշխատանքի վրա, օրինակ կան մարդիկ, երբ որ տագնապային խանգարման ժամանակ միաժամանակ կարծես մի քանի սցենարով պատմություններ ու գործողություններ են ապրում կամ անում։ Միաժամանակ կարող է տունը մաքրել, ամաները լվալ, գիրք փորձել կարդալ, այսինքն նա այնքան է շտապողական, նրա միտքը այնքան է արագացված տեմպերով ուզում ամեն ինչ անի, որը որ բերում է ավելի անարդյունավետ գործողություններ։ Միաժամանակ մենք չենք կարող մի քանի կյանք ապրել։ Միաժամանակ երբ որ փորձում ենք մի քանի բան անել, դա հենց խոսում է տագնապի մասին, որ մենք շտապում ենք, մենք միշտ վռազում ենք, մեզ թվում է մենք միշտ ուշանալու ենք։ Եվ տագնապային խանգարում ունեցող մարդը նախընտրում է րոպեներ, ժամեր առաջ լինի այն վայրում, որտեղ որ պետք է լինի։ Հետևաբար համարյա միշտ իրենք շուտ են գալիս, թե թերապիայի, թե բժշկի մոտ որ պայմանավորված են, թե որ տեղ են հրավիրված, եւ նաեւ հաճախ նրանք ունենում են ցածր ինքնագնահատական, իրենց դրական արդյունքները չեն կարողանում գնահատել, իրենք անինքնավստահ են, գիտեն թե մտածում են թե իրենց հետ ինչ որ խնդիր կա եւ փորձում են ամեն ինչ հաճախ հասնել կատարելության, սրանով եւս փորձում են կանխել ինչ որ ռիսկեր, որpիսի իրենց չքննադատեն։ Պերֆեկցիոնիստը հաճախ ինչ է մտածում, որ ինչ որ բան սխալ անեմ, ինչ որ բան չստացվի, ինձ քննադատելու են, ինձ մեղադրելու են, ինձ ամոթանք են տալու եւ սրանից կարող է առաջանալ խուճապ կամ տագնապ։ Եվ մյուս կողմից նաեւ կարևոր մի բան եմ ուզում նշել, միշտ չէ որ տագնապ ասվածը ինքը հենց բացասական է, տագնապը ունի պաթոլոգիկ կողմ եւ առողջ կողմ։ Եթե մենք գիտենք, որ գնում ենք միտեղ, որտեղ որ մեծ ռիսկեր կան, որ մեզ հետ ինչ որ արտարոց բան է տեղի ունենալու, այս պարագայում նորմալ է, որ մենք կարող ենք ունենալ տագնապ, որովհետեւ այս պարագայում տագնապը մեզ վերապատրաստում է, մոբիլիզացնում է մեր գիտելիքն ու ուժերը, որպեսզի կանխենք այն խնդիրները, որին կարող ենք հանդիպել։ Իսկ պաթոլոգիկ տագնապի ժամանակ, արդեն տագնապային խանգարման ժամանակ ռիսկերը շոշափելի չեն, շինծու են կամ հորինված են, ենթադրական են, ֆանտաստիկ են, անիրական են։ Սա արդեն խոսում է այն մասին, որ մարդու աչքը վախենում է նախկինում տեսածից, որը որ ներկայ ու ապագայի հետ գուցե ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Եվ ի վերջո, հարգելիներս, տագնապային խանգարման ժամանակ
բուժում է հոգեթերապիան։ Միայն գեներալիզացված տագնապային խանգարման ժամանակ կարիք կա դիմելու հենց հոգեբուժին, ոչ թե նևրոլոգին, այլ հոգեբուժին, որպեսզի նա ախտորոշի եւ ձեր դիագնոզից ելնելով նշանակի դեղորայքային թերապիա, որովհետեւ գեներալիզացված տագնապային խանգարման ժամանակ մարդը չի կարողանում ուշադրությունը կենտրոնացնել ինչ որ երևույթների, առարկաների վրա, հիշողությունը տուժած է։ Դեղորայքը նրա համար է, որպեսզի ինչ որ չափով հոգեկանը բալանսավորվի, որպեսզի հոգեթերապևտի հետ աշխատեն, ուսումնասիրեն, գտնեն խնդիրը եւ լուծեն։ Համալիր աշխատանք է հաճախ տեղի ունենում հոգեբուժ, հոգեթերապևտ։ Մնացած բոլոր տագնապային խանգարման տեսակների ժամանակ խուճապային գրոհներ, բաժանման հետ կապված տագնապային խանգարում, այս բոլոր դեպքերում արդեն հենց հոգեթերապևտի աշխատանքն է, որը որ զրույցի միջոցով է իրականացում։ Դեղորայքը ավելի շատ հետևանքի հետ աշխատանք է, իսկ հոգեթերապիան ավելի պատճառը գտնելու եւ չեզոքացնելու, վերացնելու, լուծելու, բուժելուն ուղղված աշխատանք է։ Այսքանը, սիրելիներս։